Փողով բանակից ազատվելու հայտնի նախագիծը բացասական եզրակացություն ստացավ Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովում։ Քվեարկությանը մասնակցած միայն 5 ԿՊԱ-ներ կողմ Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծին։ Անդրանիկ Քոչարյանը ձեռնպահ էր, ընդդիմադիրները դեմ։ Պատգամավորների ու Պաշտպանության փոխնախարարների քննարկումներին լրագրողները կարողացան հետևել, որովհետև սկանդալային նախագծի հեղինակ ԿՊԱ-կանը զորակոչային տարիքի տղաների ու բանակ գնացողների մոտավոր թվերով էր հիմնավորում նախագիծը։ Սա 30,000 մեր տարեկան զորակոչի մոտարկված թվերն եմ ասում։ Պաշտպանության փոխնախարարն էր պնդում փակ անցկացնել նիստը, որ գաղտնի թվերը չհանրայնացվեն։ Որոնք կարող են արտացոլել իրական վիճակագրությունը կամ նույնիսկ շատ մոտ լինեն, ես պնդում եմ, որ ցանկալի չի նման թվեր հնչեցնել։ Գաղտնի թիվ չկա, Հայկ Սարգսյանին արհեստական բանականությունն է օգնել, որ նախագծի հիմնավորման համար մոտավոր վիճակագրություն ունենա։ Սա արհեստական բանականությունից հանված բոլորին հասանելի թվեր է։ Ըստ ChatGPT-ով ստացված տվյալների 30,000 զորակոչիկների 69%-ը խուսափում է ծառայությունից, պնդում է Սարգսյանը։ Սարգսյանի նախագծով առաջարկվում է միլիոնավոր դրամների դիմաց ծառայությունից խուսափողներին բանակ զորակոչել կարճ ժամկետներով, հետո նրանց հաշվառել զինուժի պահեստազորում։ Առաջարկում եմ հնարավորություն տալ ծառայել 1 ամիս եւ վճարել 24 միլիոն դրամ, կամ ծառայել 4 ամիս վճարելով 18 միլիոն դրամ։ Այս նախագիծը բանակի տակ դրված ատոմային ռումբ է անվանում Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյանը։ Ով գնացել է բանակը ու հասկանում է, 1 ամսվա մեջ ոչ մի բան չես կարողանում անել։ Ոչ մի բան չես կարողանում անել։ Եվ դառնում է իրականում մոբիլիզացիոն ռեսուրսի մսեկ գունդ, աստված մի արած է, որ պատերազմ լինի։ Հայկ Սարգսյանը պնդում է, գլխավոր շտաբում են որոշել, որ 1 ամսում հնարավոր է նորակոչիկին զինվորական մասնագետ դարձնել։ Գլխավոր շտաբի եզրակացությամբ հնարավոր է ստանալ եւ այդ դասընթացները կազմակերպել այնպես, որպեսզի դա տեղի ունենա 1 ամսյա ժամկետում։ Ռազմական փորձագետ, պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տիգրան Աբրահամյանը գլխավոր շտաբի այդ եզրակացությունը համարում է անհիմն։ Եթե իրականում 1 ամսում զինված ուժերի գլխավոր շտաբը նման գնահատական է տվել, որ հնարավոր է մասնագիտացում որևէ մարդու տրամադրել, ապա ես խիստ կասկածում եմ եւ որևէ ձևով հիմնավոր չեմ համարում։ Հայաստան խմբակցությունից Աննա Գրիգորյանն էլ իշխանականներին մեղադրում է կոռուպցիան օրինականացնելու համար։ 7 տարվա իշխանության գտնվող ուժը ինչու այդ խողովակները չի կարողանում համապատասխան ձևով փակել։ Կամ այսինքն հիմա եթե սահմանում ենք 15 միլիոն եւ 24 միլիոն, մարդկանց մի խումբը, որոնք ունեն այդ գումարները, կտանեն այդպես կմուծեն, մի մասը, որ այդ գումարները չունի, բայց ավելի փոքր գումար կարող է գտնել, ամեն դեպքում կօգտվի այդ խողովակից, որտեղ այդ խողովակները դուք չեք փակել։ Ըստ Գեգամ Մանուկյանի նախագիծը, եթե օրենքի ուժ ստանա, վատ ազդեցություն է ունենալու բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա։ Ասենք ուսումնական զորամասում կան 3 ծառայող։ Մեկի պապան տվել է 24 միլիոն մի ամիսա ծառայում, մեկի պապան տվել է 20 միլիոն, 18 միլիոն 4 ամիսա ծառայում, այն մեկի պապան չի կարողացել տա ու 24 ամիս պետքա ծառայի։ Դուք պատկերացնում եք զորամասում այդ 3 զինվորի փոխհարաբերությունը։ Խորհրդարանի հաջորդ շաբաթ մեկնարկող քարորիայի օրակարգով կրկին պետք է քննարկվի այս նախագիծը։ Չնայած հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել սկանդալային նախագծին, չի բացառվում, որ խորհրդարանի լիագումար նիստում падգամավորների մեծամասնությունը կողմ քվեարկի այս նախագծին։ Ալբերտ Սերոբյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։